Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի նոր զարգացումները մեզ ապացուցում են, որ որքան էլ փորձես մաքուր սեր կառուցել, միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն այն պղտորել իրենց սեփական շահերի համար։ Այսօր մենք ականատես ենք լինում շատ հուզիչ, բայց միևնույն ժամանակ դաժան իրադարձությունների, որտեղ անմեղ երեխաներն ու սիրահարները դառնում են մեծերի կեղտոտ խաղերի զոհը։ Սկսենք ամենագեղեցիկ ու ջերմ տեսարանից, որը մի պահ մեզ կտրում է այս բոլոր ինտրիգներից։ Մագդայի ծննդյան տարեդարձն է, նաև նորոն վայելում են իրենց ռոմանտիկ ընթրիքը, լի սիրով և ներդաշնակությամբ։ Այն պահը, երբ Մագդան տորթի մոմերը փչելիս բարձրաձայնում է իր միակ ու ամենանվիրական երազանքը միշտ լինել Նորոյի կողքին, պարզապես հալեցնում է սիրտը։ Նրանք այնքան երջանիկ են, այնքան հարթ ու սահուն է ամեն ինչ, որ թվում է, թե վերջապես գտել են իրենց արժանի խաղաղությունը։ Բայց, ինչպես գիտենք, այս սերիալում խաղաղությունը շատ կարճ է տևում։ Հաջորդ օրը, երբ սիրահարները կրկին հանդիպում են այգում, նրանց երջանկությունը դաժանորեն ընդհատվում է։ Պապկենը, ով վերածվել է իսկական քանդող ուժի, իմանում է նրանց հանդիպման վայրն ու գալիս է հատուկ նպատակով՝ ամեն բան հողին հավասարեցնելու։ Նա մոտենում է զույգին և լկտիաբար ներկայանում որպես Նորոյի հայր։ Եվ որպեսզի հարվածն ավելի ցավոտ լինի, Պապկենը սկսում է շահարկել անցյալը հենց Մագդայի ներկայությամբ։ Նա փորձում է արթնացնել Նորոյի մեջ մեղքի ու վրեժի զգացումը, հիշեցնելով նրան այն ծանր մանկությունը, որն իբրև թե խլել է արշակը։ Ինչ խղճով ես հանդիպում Մագդային։ Այս հարցը նպատակ ունի պարզապես ոչնչացնել նրանց հարաբերությունները։ Նորոն, իհարկե, հունից դուրս է գալիս։ Նա հասկանում է հոր ստոր նպատակը, բայց ամենացավալին այն է, որ Նորոյի մտքով անգամ չի անցնում, որ Պապկենին ուղղորդողը, այս ամենի իսկական ստվերային տիրուհին կրկին ու կրկին Հասմիկն է։ Նորոն կռվում է տեսանելի թշնամու դեմ, չնկատելով տանը թաքնված օձին։ Իսկ այդ ընթացքում Նորոյի տանը տեղի է ունենում շատ կարևոր, գուցեև բեկումնային խոսակցություն։ Տատիկը, ով մինչև հիմա կուրորեն աջակցում էր բոլոր դավադրություններին, կարծես թե վերջապես սթափվում է։ Պապկենի խոսքերը վտանգավոր քայլերի մասին նրա մեջ արթնացնում են մայրական տատիկի վնասը։ Նա սարսափում է այն մտքից, որ Պապկենի ծայրահեղ քայլերից կարող են տուժել իր սիրելի թոռները։ Տատիկն այնքան է վախեցած այս անկառավարելի ընթացքից, որ պատրաստ է անգամ զիջել, կանգնեցնել այս վրեժը, միայն թե երեխաները լավ լինեն։ Եվ հենց այստեղ է, որ Հասմիկի դիմակը վերջնականապես պատռվում է։ Լսելով տատիկի զիջելու միտքը, Հասմիկը պարզապես հունից դուրս է գալիս։ Նա դառնում է ագրեսիվ և կտրականապես, հայտարարում, որ նման բան լինել չի կարող, որ Արշակն ու Մագդան անպայման պետք է պատժվեն։ Սա ապացուցում է, որ Հասմիկն այլևս չի գործում իր շահ Նորոյի ընտանիքի։ Նա առաջնորդվում է բացառապես սեփական հիվանդագին ատելությամբ։ Եվ երբ թվում է մեծերի խնդիրները բավական են ամեն ինչ կործանելու համար, սերիալը մեզ հասցնում է ամենաանսպասելի և ծանր հարվածը։ Սրճարանում, որտեղ անհոգ նստած են փոքրիկները, Ռոբը, Արևիկն ու Ալինան, տեղի է ունենում պայթյուն։ Ռոբը, ով այլևս չի կարողանում իր մեջ կրել մեծերի գաղտնիքների ծանրությունը, պարզապես չի դիմանում։ Նա բացում է փակագծերը և աղջիկներին հայտնում ողջ ճշմարտությունը։ Ալինան և Արևիկը իրականում հարազատ քույրեր են։ Լռություն։ Պարզապես պատկերացրեք այս անմեղ երեխաների դեմքերը։ Նրանք ապրում էին իրենց փոքրիկ աշխարհում և հանկարծ այդ աշխարհը գլխիվայր է շուռ գալիս։ Այս երեխաները շոկի մեջ են և նրանց հոգեբանությունը հենց նոր ծանր վնասվածք ստացավ մեծերի ստերի պատճառով։ Սիրելի հետևորդներ, այս սերիան մեզ թողնում է բազմաթիվ անպատասխան հարցերով։ Ինչ կանի Նորոն, երբ իմանա Հասմիկի իրական դեմքը։ Եվ ամենակարևորը, ինչպես այս ծանր ճշմարտությունը կանդրադառնա Ալինայի և Արևիկի վրա։ Գրեք ձեր կարծիքներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Ես միշտ կարդում եմ ձեր մեկնաբանությունները, որոնք շատ խորն են ու իմաստուն։ Բաժանորդագրվեք այս ալիքին, որպեսզի միասին հետևենք դրամատիկ պատմության զարգացումներին։ Շնորհակալություն դիտելու համար։